Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ ՀԱԿ անդամ պարոն Գագիկ Ջահանգիրյանին։ Բարև ձեզ, պարոն Ջահանգիրյան։ Հարցս եւ այսօրվա մեր հարցազրույցի թեման ուզում եմ առնչել սույն թվականի ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված այն խորհրդակցությանը Հայաստանի իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որտեղ երկրի գործող ղեկավարը հանձնարարականներ իջեցրեց նոր թափ հաղորդելու մարտի 1-ի ոճրագործության բացահայտման ուղղությամբ։ Այ ինքնին փաստը, որ Սերժ Սարգսյանը 3 տարի անց ոճրագործությունից 3 տարի անց նման հանձնարարական է իջեցնում, ինչպես է գնահատում եւ հավանականությունը գործի բացահայտման այս պայմաններում որքանով եք իրատեսական համարում։ Նախ ասեմ, որ Հայ ազգային կոնգրեսի այդ առանձնացված 3 առանձնացված պահանջներից քաղաքական առումով ամենադժվար իրագործելին իշխանությունների համար անձամբ ես գնահատում եմ, որ դա հենց այդ մարտի 1-ի կապակցությամբ այդ հանձնարարականներ, հանցագործությունները բացահայտելու ջանքերը ակտիվացնելու եւ այլն։ Ինչու ամենադժվարը, որովհետեւ 3.5 տարի շարունակ այս իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի մարտի 1-ը թաքցնեն, քողարկեն։ Նույնիսկ հրապարակավ հայտարարել են, որ մարտի 1-ի էջը փակ է։ Քաղաքական, այո, այսպես մարդիկ իրենց համարող մարդիկ քաղաքական մի քանի հայտարարություններ արեցին, թե էջը փակված է, պետք է առաջ շարժվենք, կյանքը շարունակվում է եւ այլ եւ այլ։ Այդ առումով ամենահենց դժվարինը քաղաքական համարձակություն պահանջող քայլը դա էր, որ այդպիսի հանձնարարական տրվեց։ Ինչ է դա նշանակում։ Դա նախ եւ առաջ նշանակում է, որ բնական է մարտի 1-ը բացահայտված չի։ Եվ ոչ միայն բացահայտված չի այդ 10 սպանությունները, այլ ընդհանրապես թե ովքեր էին մեղավոր մարտի 1-ի այդ ամբողջ գործողության օպերացիայի համար, սկսած առավոտյան ժամը 6:30-ից վերջացրած մինչև լույս մարտի 2-ի գիշերը, որովհետև դուք նաև մեր հեռուստադիտողները քաջ գիտեն, որ իշխանության այսպես հիմնական նպատակը նա էր, որ իշխանազավթման մեղադրանք դնեին ընդդիմության վրա եւ այդ մասսայական անկարգությունները հիմնավորվեր եւ սպանությունները հիմնավորվեր եւ ամենակարևորը, որ պետք է ապացուցեին, որ իշխանությունը ընդդիմությունը գաղտնի ծրագիր ուներ եւ փորձում էր մարտի 1-ին 2-ին այդ իշխանազավթման գաղտնի ծրագիրը իրագործել, որը տապալվեց նախ 7-ի գործով բարեհաջող կերպով տապալվեց նաև հիմնականում մեր շարժման, մեր ճնշումների, մեր պայքարի, նաև մեր քաղբանտարկյալ ընկերների պայքարի արդյունքում պետք է ասեմ, այստեղ շատ մեծ նշանակություն ունեցավ նաև այդ 10 զոհերից 8-9-ի ծնողների վարքագիծը, հարազատների վարքագիծը, որոնք անմիջական իրենց զավակների, ամուսինների սպանության մեջ մեղավորը համարեցին իշխանություններին եւ 3 տարի անց ըստ էության այդ ամբողջ ծրագիրը իշխանությունների մարտի 1-ը ջարդել, բարթել ընդդիմության վրա տապալվեց։ Եվ հիմա հակառակն է տեղի ունենում ըստ էության Սերժ Սարգսյանը հանձնարարում է, որ բացահայտեք մարտի 1-ը բացահայտեք այդ հանցագործության իրական կատարողներին։ Իհարկե մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք, որ վաղը սկսելու է իրական հանցագործների հայտնաբերման գործը, ես ասեմ դա բավական հեշտ է։ Բավական է սկսել արտակարգ դրություն հայտարարելու մասին հակասահմանադրական հրամանագրից, դրանից առաջ Պաշտպանության նախարարի ընդունված 0038 հրամանից, բավական է սկսել այդ ապօրինի զինված կազմավորումներից, որոնք այս կամ այն այդ օլիգարխի անվտանգության աշխատակիցները զինվել, հագնվել, մասնակցել են մարտի 1-2 իրադարձություններին, բավական է ներքին զորքերի, զինծառայողների հստակ եւ այլ հարցաքննությունից սկսել կպարզվի, թե ովքեր, ինչ մեղադրանքներ պետք է այն մարդիկ, ովքեր որ ներկա էին այդ հանդիպման ընթացքում, նրանք լուրջ դերակատարություն են ունեցել նաև մարտի 1-ի ամբողջ
բացահայտման, ուրեմն 2008 թվականի մասին է խոսքը։ Գործընթացներում խոսքս օրինակ Աղվան Հովսեփյանի դերակատարության մասին է, խոսքը իրավապահ մյուս ոստիկանապետի, փոխոստիկանապետների, նաև նրանք ովքեր որ շատ ակտիվ են եղել։ Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների հասկանալ այս մարդկանցից ինչ կարող է ակնկալել հասարակությունը եւ Սերժ Սարգսյանը մասնավորապես։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ շատ դժվար է սպասել, որ 2008 թվականի գործող գլխավոր դատախազը, որը հիմնական այսպես սցենարի հեղինակն է եղել, այդ ամբողջ ոստիկանական ռազմական օպերացիան ու նրա արյունալի հետևանքները ընդդիմության վրա բարթելու հանկարծ ու այդ մարդը այսօր դառնում է այս հանցագործությունների բացահայտման նախաձեռնողը կամ բացահայտման սցենարի ղեկավարը, որը անհնար է։ Պարզ է նաև մնացած իրավապահ մարմինների վիճակն է, հատկապես օպերատիվ ծառայությունների, հատուկ քննչական ծառայության, որոնք ամեն ինչ արել են հակառակը հիմնավորելու, ապացուցելու համար։ Ներկայ են եղել այդ խորհրդակցությանը նաև Վճռաբեկ դատարանի ղեկավարները, չէ՞ որ մեր բոլորի բողոքները, մեր բոլորի նկատմամբ խափանման միջոց է կալանք ընտրելու վերաբերյալ այդ որոշումների բողոքները, վերջնական դատավճիռների բողոքները, նրանք մեծամասամբ նույնիսկ վարույթ չեն ընդունել, չեն քննել։ Ինչ պետք է անեն այդ մարդիկ։ Ես վստահ եմ, որ նրանք իրական ոչ մի քայլ էլ չեն կարող կատարել, չեն կարող 3 տարվա իրենց կոծկածը, իրենց թույլ տրված հանցագործությունը այսօր բացահայտել։ Նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ չափի քաղաքական կամք։ Իհարկե, քաղաքական կամքը այստեղ իրենց ցույցում է տալիս այդ քաղաքական կամքը, բայց իրենք ոչ չեն կարող ապացուցել, ասենք, իրենց հանցագործությունները։ Օրինակ Ջանգիրյանի դեմ կեղծ մեղադրանքներ ստեղծելը, կամ չգիտեմ, Սասունի, Նիկոլի, մնացած մեր ընկերների բոլորի դեմ արհեստական մեղադրանքներ ստեղծելը, վկաներին ծեծել, ջարդել, խոշտանգելը, սրա նրա նկատմամբ հարկային ու մաքսային տեռոր եւ այլ կազմակերպել, ոչ չեն բացահայտելու։ Բացառվում է։ Իսկ ընդդիմության համար փաստորեն մարտի 1-ի բացահայտման այդ պահանջը որքանով է բավարար համարվում այս փուլում, որ Սերժ Սարգսյանի ընդամենը հանձնարարականը, բավարար է, որ մենք դա համարենք մեր պահանջներից գլխավորի կատարում։ Քաղաքական առումով ամենադժվար իրականանալին էր, որովհետև ըստ էության դուք լավ եք զգում, որ Սերժ Սարգսյանի այս ցուցումը պարալիզացնելու է իրավապահ ու դատական համակարգը։ Հիմա ես վստահ եմ, որևէ քննիչ, որևէ օպերատիվ աշխատող, որևէ դատախազ, դատավոր 7 պապ անիծես, հիմա որևէ ապօրինի որոշում չի կայացնի, ապօրինի որևէ գործողություն չի կատարելու այս հանձնարարականից հետո։ Շատ լավ հասկանում են, հատկապես այս process-ների ընթացքը, որը գնում է իշխանություն եւ ընդդիմություն այդ մոտեցումների, չգիտեմ, ընդհանրություն է ձևավորվում տարբեր հարցերի շուրջ, այս իրավապահ կառույցները լավ գիտակցում են, որ վաղը մյուս օրը, եթե ոչ այսօր, իրենց են զոհելու, իրենց են զոհաբերելու եւ իրենք կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան են տալու այն բոլոր ապօրինությունների համար, որ իրենք գործել են։ Դրա համար ես կարծում եմ ընդդիմության համար այստեղ կարևորը հենց դա էր, այս քաղաքական ենթատեքստն էր այս հանձնարարականի, այս խոստման, ոչ թե պիտի բացահայտեն, այլ որ դեռևս բացահայտված չէ։ Այսինքն ինչ է նշանակում։ Այն մարդիկ, ովքեր մեղադրվել, դատվել են, դատապարտվել են, ազատվել են պատժի կրումից, հիմա էլ մի մասը շարունակում են դեռ պատիժ կրել, այս մարդիկ այդ դեպքերի իրական մեղավորները չեն։ Սա է նշանակում այդ հանձնարարականը։ Եվ ըստ էության կարող ենք ասել, որ այս հանձնարարականով մարտի 1, նոր մարտի 1-ի հնարավորությունը իսպար բացառվում է Հայաստանում։ Այսինքն, եթե մենք ունենանք քաղաքական այնպիսի իրավիճակ, էսկալացված հասարակական ակտիվություն, նոր մարտի 1-ը Իհարկե, սա նշանակում է, որ այսօրվա իշխանությունը չունի նոր մարտի 1 կատարելու ռեզերվ։ Չունի։ Սպառել է ինքը անցած 3 տարիների ընթացքում մսխել է իր հետ։ Թե արտաքին ռեսուրսը, թե ներքին կատարելու մսխել է։ Եվ ինքը այսօր կանգնած է կամա թե ակամա մարտի 1-ի իրական հանգամանքները բացահայտելու խնդրի առաջ։
Չի անելու Աղվան Հովսեփյանը, անելու է մեկ այլ գլխավոր դատախազ։ Չի անելու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անելու է մեկ ուրիշը։ Չի անելու Գորիկ Հակոբյանը, անելու է մեկ ուրիշը, բայց սա ժողովրդի պահանջն է, ընդդիմության պահանջն է, որը 3 տարի համառորեն քայլ առ քայլ ուրեմն պայքարել է այս խնդրի համար, պայքարել է այս խնդիրը տակ թարմ պահելու համար, հնչեղ պահելու համար, այս դրոշի տակ հավաքվել է համաժողովրդական շարժումը նաև եւ ըստ էության այս ժողովրդի ճնշման տակ իրենք 3 տարի անց ընդունում են, որ մարտի 1-ը իրենք ապօրինի են արել, 1 եւ արել են, ուրեմն եւ որի համար պատասխանատվության են կանչել բոլորովին ուրիշ մարդկանց եւ պիտի ստիպված ի հայտ բերեն հիմնական կատարողներին, բայց դա չի լինելու առանց համաժողովրդական շարժման ճնշման, առանց մեծ ճնշումների չի անել իշխանությունը։ Որևէ քայլ չի անելու, հաջորդ որևէ քայլ չի անելու, եթե չզգա մեր շունչը իր թիկունքում, եթե չզգա մեր հետագա ճնշումները։ Պարոն Ջանգիրյան, վստահ եմ, որ առաջիկայում տղաները ազատ կարձակվեն եւ մենք այլևս քաղբանտարկյալ չենք ունենա բանտերում։ Եվ ընդդիմությունը ակնկալում է, որ իշխանությունը պետք է գնա կոնկրետ քայլերի եւ պետք է տեղի ունենա բաց երկխոսություն եւ բանակցություններ իշխանության հետ երկրում բրկված այս լարումը թեթևացնելու, մեղմելու համար։ Որն է այն առաջին հարցը, որ ընդդիմությունը առաջ է քաշելու բանակցային օրակարգի ուրեմն սեղանի շուրջ։ Ես կարծում եմ այդ հարցը բազմիցս հնչեցված հարց է եւ այդ հարցը չի փոխվել։ Դա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջն է։ Այդ հարցից դուրս մենք այլ հարցեր չենք քննարկելու։ Մեր շարժումը, մեր քաղաքական թիմը, հատկապես մեր առաջնորդը շատ մեծ փորձառություն, քաղաքական, պետական գործի փորձառություն ունեցող անձնավորություն է եւ նա այլ հարցեր չի դնելու այդ քննարկման սեղանին, որովհետեւ այս երկրում հիմնական խնդրը դա 2008 թվականի եւ նաեւ նախորդ տարիների կեղծված նախագահական ու խորհրդարանական ընտրություններն էին։ Ուրեմն խնդրը պետք է լուծվի հենց նոր ընտրություններով, որը պետք է լինի ազատ, որը պետք է լինի, չգիտեմ, այսինքն որի արդյունքների նկատմամբ մի բառով ասեմ, ժողովուրդը որևէ վերապահում չպետք է ունենա։ Սա է խնդիրը։ Եվ մենք բանակցելու ենք միայն այդ հարցի շուրջ։ Հերթական ընտրություններում սովորաբար իշխանությունը վարվել է այնպես, ինչպես վարվել է։ Ինչ երաշխիք կա, որ արտահերթ ընտրություններում օրինակ իշխանությունը չի կեղծելու ընտրությունը այնպես, ինչպես։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը միայն ժամկետին է, չէ։ Այստեղ խնդիրը նախ մթնոլորտի փոփոխության մեջ է։ Դուք այսօր արդեն Հայաստանում զգում եք այդ փոփոխությունը։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ տարիներին չէր գնացել որևէ մեկուսարան կամ քրեակատարողական հիմնարկ որևէ քաղբանտարկյալի հանդիպելու, բայց անցած 2 օրվա ընթացքում հանդիպել է մեր երկու ընկերներին, Սասունին եւ Նիկոլին։ Ինչն է փոխվել։ Ինչու չէր գնում։ Բարձր որ չէին թույլ տալու, թե չէ գուցե նաեւ մեր ժամանակ երբ մենք էինք մեկուսանում նախագահան կայցելել մեզ։ Հիմա երկրում մթնոլորտ է փոխվել։ Իշխանությունը հասկացել է, որ ինքը 3 տարի որևէ դրական գործ չի արել։ Ոչ տնտեսության ոլորտում, ոչ արտաքին հարաբերություններում, ոչ ներքին կյանքի արդարացման, արդարադատության բարելավման ոլորտում, որևէ ոլորտում մի դրական քայլ չի կատարել եւ ստիպված տեղիք է տալիս։ Չիմանաք թե մեր սիրուն աչքերի համար է տեղիք տալիս։ Այդ ընթացքում էլ համաժողովրդական շարժումը ավելի հզորացավ, ավելի կազմակերպվեց, ավելի ինստիտուցիոնալ դարձավ, չկարողացան մեզ ներսից պայթեցնել, չկարողացան դրսից քայքայել եւ այլը, եւ մեր վերջի 4-5 հանրավակները արդեն հատում են 100,000 մասնակիցների սահմանը, այդպիսի հանրավակներ եղել են միայն նախընտրական շրջանում 2008 թվականի եւ հետընտրական մի քանի այդպիսի հանրավակներ են եղել։ Մենք հիմա նորից եկել ենք, հասել ենք հզորության նույն մակարդակին։ Իսկ այս ընթացքում իշխանությունը միայն թույլատրել է։ Ինչքան էլ կոալիցիոն հուշագրեր, ստորագրեր, հայտարարություններ անեն, պարզ է որ նրանք թույլատրել են։ Ծրագիր որևէ ոլորտում բարեփոխում անցկացնելու ծրագիր եւ այդպիսի ունակ մարդիկ այս իշխանությունը չունի։
չունի։ Եվ ենթադրում եք, որ այդ օրակարգը նաև երկխոսության կարող է պարունակել այդպիսի տարրեր երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Չէ, ես չեմ կարծում, բայց ես կարծում եմ, որ արտահերթ խորհրդանական եւ նախագահական արդար ընտրություններ անցկացնելու համար ինչ որ երաշխիքներ ընդդիմությունը պետք է ուզի։ Միայն բարի խոսք կամ խոստում չեմ կարծում, որ դա բավական կլինի, բավարար կլինի, որտեղ կարող են խոստանալ հետո խաբել։ Եվ ես ձեզ ասեմ, այդ երկխոսությունը ամեն պահի կարող է ընդհատվել, կարող է դադարեցվել, կարող են դուրս գալ այդ երկխոսության process-ից, եթե գտնեն, որ ընդդիմությունը թուլացել է, եթե ընդդիմությունը ինչ որտեղ զիջել է, եթե ընդդիմությունը ել իրենից իշխանության համար ռեալ վտանգ չի ներկայացնում, այդ բանը երկխոսությունը տենց հանգիստ process չի լինելու։ Ես կարծում եմ երկխոսության process-ը էլի պետք է զուգակցվի 100,000-անոց հանրավակներով, երթերով, պահանջներով եւ այլն։ Եվ երկխոսության նյութը, թեման պետք է ժողովուրդը տեղյակ լինի դրանից եւ հնարավոր ամեն ինչ, հնարավոր, ես շեշտում եմ այդ բառը, այդ բանակցությունների ընթացքում հնարավոր ամեն ինչ կտեղեկացվի հասարակությանը, կտեղեկացվի ժողովրդին, բայց բնական է, եթե դա երկխոսություն է, դա նաեւ ինչ որ գաղտնիք, ինչ որ սահմանների մեջ պարունակում, ոչ ամեն մի փոքրիկ նյուանս եւ այլը, բայց մեծ հաշվով երկխոսության մասին անպայման ժողովուրդը պետք է տեղյակ լինի եւ կարծում եմ հենց այդ տեղյակ պահելու գործընթացը պետք է իրականացվի հանրավակների ընթացքում։ Այսինքն հանրավակները պետք է այսպես ռեալ ներկայացված լինեն բանակցությունների process-ին։ Ժողովուրդը պետք է ներկա լինի։ Պարոն Ջանգիրյան, երկրում քաղաքական մի իրավիճակ է, որտեղ ակտիվ դերակատարներ կան։ Ընդդիմություն իդեմս Հայ ազգային կոնգրեսի ընդդիմադիր այլ թևեր կան, որոնք որ ներկայանում են որպես այլընտրանք երկրում Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հայտին, եւ նաեւ իշխանության ներսում կան տարատեսակ թևեր, որոնք փորձում են նաև իրենց դիրքերը ամրապնդել։ Այ քաղաքական այն նոր իրավիճակը, որում մենք ենք հայտնվել, եւ այն ուժերը, որոնք որ իրենց տեղը չեն կարողանում որոշել։ Դրանք ընդհանրապես ինչպես է գնահատում այդ քաղաքական դասավորությունը եւ ձեր կանխատեսումներով այն քաղաքական իրավիճակը, որին մենք բոլորս ձգտում ենք, ինչպիսի ուժերը, ինչպիսի դասավորություն է ենթադրում։ Ես ասեմ, իհարկե, թե իշխանությունը եւ թե ընդդիմության դաշտը, որը միայն հակը չէ իրենց հայտարարությունների համաձայն զբաղեցնում, միանշանակ չեն վերաբերվում այս ապագա երկխոսության փաստին, որովհետեւ շատ իշխանական ուժեր, շերտեր շատ լավ հասկանում են, որ իրենց գործած մեղքերը աններելի են եւ այդ բանակցությունների արդյունքում իրենք շատ վտանգավոր դիրքերում են հայտնվելու եւ կարող է եւ իրենց զոհաբերեն եւ այլն։ Այդ առումով իշխանական շատ ուժեր, շերտեր, խմբեր, կլաններ, ոնց կուզեք ասեմ, բնական է դրական տրամադրված չեն։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ իրավապահ կառույցների մեջ այդ ընդվզումը կա, դա արդեն ոչ թե ենթադրությունների մակարդակում, այլ շատերը ահաբեկված, վախեցած են ապագա երկխոսության փաստից նույնիսկ եւ իրենք այսօր էլ ամեն ինչ այսպես անում են, որպեսզի հնարավորինս խափանեն այդ գործընթացը։ Ընդդիմության դաշտում ես կարծում եմ այն ուժերը, որոնք այսօր ներկայացված են ազգային ժողովում կամ իրենց ընդդիմություն են հայտարարում, շատ լավ հասկանում են, որ խոսքը եթե գնաց արտահերթ ընտրությունների մասին, այդ թվում նաև արտահերթ խորհրդանական ընտրությունների, ուրեմն իրենց շանսը հայտնվելու խորհրդանում շատ փոքր է լինելու, այդպիսի հնարավորությունը գրեթե 0-ին մոտ է, եւ նրանք էլ մեծ հաշվով այսպես շատ տրամադրված չեն, թե երկխոսությանը, թե արտահերթ ընտրությունների գաղափարին։ Բայց ես ուզում եմ, որ մենք մի կողմ դնենք թե իշխանության, թե հակառակ ճամբարում ինչ որ մասերի մոտ տիրող այս տրամադրությունները եւ ասենք, որ այս խնդիրը նախ եւ առաջ անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր երկրին։ Նույնիսկ նեղ առումով ընդդիմության համար Հայ ազգային կոնգրեսն նկատի ունեմ, գուցեև ձեռնտու էր այս խնդիրը շատ արագ 5 օրում, 10 օրում, 1 ամսում լուծել։ Բայց երևի թե այդ խաղաղ լուծումը երևի ավելի երկարատև ժամանակ է պահանջում, հակառակ դեպքում այդ 5-10 օրվա լուծումը
ցնցումային լուծումներ կլներ երկրի համար, իսկ մեր աշխարհակահաղական իրավիճակը հաշվի առնելով ավելի լավ է ասում է ժողովուրդը ուշ լինի, բայց նուշ լինի։ Ես կարծում եմ երկրորդ տարբերակը ավելի ձեռնտու է մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը։ Իսկ թե ինչ ուժեր կհայտնվեն, ես հիմա չեմ ուզում կանխատեսում անել, չեմ ուզում որևէ մեկին նեղացնել։ Դեռ այդ ուժերն էլ ժամանակ ունեն կողմնորոշվելու, այո, մտածելու, ի վերջո համաժողովրդական շարժմանը միանալու եւ կարող է շատ բաներ փոխվել երկրում։ Դուք բարբերաբար այցելում եք Հայազգային կոնգրեսի գրասենյակներ, մարզային գրասենյակների ներկայացուցիչների, մեր ժողովրդի հետ հանդիպումներ, մարզեր, քաղաքներ։ Եվ գիտեմ, որ առաջիկայում մեկնելու եք Միացյալ Նահանգներ, Լոս Անջելեսում Հայազգային կոնգրեսի մեր անդամ հայրենակիցների հետ հանդիպման։ Այ ինչ նպատակ է հետապնդում այդ այցը Միացյալ Նահանգներ։ Ճիշտ ասած կա այդպիսի նախաձեռնություն, հիմա այդ ժամկետներն են հստակեցվում, մենք ընդունել ենք այդ առաջարկությունը, տեսնենք դա երբ է ի կատարածվում, նպատակը մեկն է, որպեսզի մեր սփյուռքահայ համակիրներին տեղեկացնել նախ երկրում ընթացող գործընթացների մասին, բավարարել իրենց հետաքրքրությունը, նաև հարցեր տալու եւ այլնի միջոցով մանրամասն զննելու թե ինչ է կատարվում Հայաստանում եւ չեմ թաքցնի մենք նպատակ ունենք նաև Սփյուռքում, հատկապես Կալիֆոռնիայի, Լոս Անջելեսի մեր հայրենակիցների մեջ ակտիվացնել համաժողովրդական շարժման այս աջակցության գործընթացը։ Շատ լավ, շնորհակալ եմ այս հանդիպման համար, պարոն Ջհանգիրյան։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Մնացեք բարյավ, ցտեսություն։